Հայաստան դաշինքի մեկ այլ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը նշում էր, որ անլրջացնում եք այս գործընթացը Նարեկ Մալյանին նկատի ունենալով, ինչի նկատի ունի, երբ որ ասում է անլրջացնում եք այս գործընթացը, ու ասում էր լավ գիտի, թե այս ամենի տակ ինչ է թաքնված։ Ես չգիտեմ ինչի է նման կարծիք հայտնել պարոն Սաղաթելյանը, որովհետև չի կարող անլուրջ համարվել մի բան, եթե նախատեսված է սահմանադրությամբ եւ օրենքներով։ Այսինքն, եթե պատգամավորները իրենց սահմանադրական պարտականությունն են կատարում, ապա դրա անլուրջը ո՞րն է։ Դա լուրջ է։ Եվ յուրաքանչյուր պատգամավոր պետք է լուրջ վերաբերվի իր առաքելությանը, եւ եթե ինքը իր ֆունկցիաները չի կատարում, ապա նման մեկնաբանություններ տալով չի արդարացնելու որևէ մեկը իր անգործությունը։ Կարծում եմ անլուրջ է այն, եթե դու չես կատարում քո պարտականությունը, այլ ոչ թե։ Առաջինը իրենք են հենց խոսել, ինքն է այդ մասին հայտարարել 22 թվականին, իսկ հիմա այսպես արագի մեջ առանց փողոցային պայքարի մեկնարկի անդրջացնում է այս գործընթացը ու նշում է, որ լավ գիտի, ով ինչ նպատակ ունի, ինչի մասին է։ Ես ճիշտ ասած այդ կարծիքին լուրջ չեմ վերաբերվում, որովհետև առաջինը ով ասե, երկրորդն ով ասե, սա արդեն անլուրջ է, որովհետև այս գաղափարի հետ կապված որևէ մեկը հեղինակային իրավունքներ չունի։ Օրինակ, ես չեմ մտածել, որ եթե ես գործընթացում ակտիվ դերակատարում ունեմ, դա իմ մտահաղացման արգասիքն է։ Ոչ, դա սահմանադրական նորմ է։ Որևէ մեկը, ոչ ես, ոչ Իշխան Սաղաթելյանը, ոչ Նարեկ Մալյանը, որ որևէ մեկ այս գաղափարի հեղինակը չեն։ Այս գաղափարի հեղինակը Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն է։ Եվ թե ով առաջինը կարդացել սահմանադրությունը կամ խոսե, որ կարդացել է սահմանադրությունը, դա որևէ մեկին որևէ առավելություն կամ բան այդ իմաստով չի տալիս։ Եթե պարոն Սաղաթելյանը գիտեր, որ ինքը 2022 թվականի օգոստոսից կարա անվստահություն հայտնի եւ մինչեւ հիմա չի հայտնի, կարծում եմ պիտի որպես պատգամավոր մեր հանրությանը բացատրություններ տա, թե ինքը ինչի դա չի արել։ Չի հայտնել ես։ Իսկ թե փողոցում պիտի մարդ լինի, թե չէ, դա սահմանադրության մեջ ոչ պիտի գրაში, որ այդ գործընթացը սկսելուց փողոցում պետք է լինի 15000 մարդ ID քարտերով։ Դες բան ոչ միտեղ գրაში, հետեւաբար չգիտեմ պարոն Սաղաթելյանը ինչի է մտածում, որ իրանց որպես պատգամավոր իրանց պարտականությունները կատարելուց պիտի փողոցում, օրինակ Իշխան Սաղաթելյանը առաջադրվել է եւ ընտրվել է ազգային ժողովի փոխնախագահ 2021 թվականին։ Ես չեմ հիշում, որ փողոցում մարդիկ կանգնած էին եւ ասում էին, որ ԿՊ-ն պետք է Իշխան Սաղաթելյանին ընտրի, որովհետեւ եթե ԿՊ-ն չընտրեր, Իշխան Սաղաթելյանը չէր լինի ազգային ժողովի փոխնախագահ, որում երկու անգամ չի ընտրել։ Ինքը ընտրվել է երրորդ անգամից։ Հիմա ասում եմ անամ լուրջ է դա թե անլուրջ։ Այսինքն նրանք հետևողականորեն պահանջել են, սկզբունքայնություն են ցուցաբերել, որ Իշխան Սաղաթելյանը ընտրվի ազգային ժողովի։ Ես ուզում եմ անամ Իշխան Սաղաթելյանի ազգային ժողովի փոխնախագահ ընտրվել է այդքան սկզբունքային կարևոր էր, քան Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնից հեռացնելը։ Չէ՞ որ դա էլ պետք է ալներ միայն ԿՊ-ի որոշումով։ Հայաստան խմբակցությունը Արթուր Ղազենյանին անվտանգության եւ պաշտպանության հարցերի հանրաժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրել է 15 անգամ։ Ես ուզում եմ անամ են 12-րդ անգամ առաջադրելուց իրանք ինչ են մտածել։ Լուրջ է դա թե անլրջացրել են այդ գործընթացը։ Թող իրանք մինչև հիմիկվա իրանք կայացրած որոշումների լրջության գնահատականը տան հիմնավոր։ Նոր հետո մտածեն այս պահանջի լուրջ կամ անլուրջ, այս պահանջը չափազանց լուրջ է եւ ես կոչ եմ անում բոլոր 107 պատգամավորներին իսկապես մեծ պատասխանատվությամբ եւ լրջությամբ վերաբերվեն, որովհետեւ իրենք որպես պատգամավորներ հանրային ծառայողներ են, ունեն պարտականություններ եւ պարտավոր են իրենց պարտականությունները ստե մեր նամակի մեջ ոչ մի անձնական խնդրանք չկա, մենք իրանցից ոչ մի անձնական ակնկալիք չունենք, բացի որպես պատգամավոր իրենց պարտականությունները կատարելուց։ Եվ իրենք ոչ թե պետքա փորձեն սրան անլրջության գնահատականներ տալ, այլ իրենք լուրջ վերաբերվեն իրենց կարգավիճակին եւ իրենց կարգավիճակից բխող գործով մենք լուրջ ենք վերաբերվում եւ ես կարծում եմ որ այս հասարակության մեջ այս ամեն ինչին լուրջ վերաբերվող մարդկանց թիվը 100 հազարներով է հաշվում։